Ինչա՞։ Հա, այդ եմ ասում։ Յանի հայրենակիցներ, այսօր այս դրական նախաձեռնությունը, որ կա, որ երկրորդ ընթերցում քննարկվելու է, վերաբերում է գրեթե բոլոր մեր քաղաքացիներին, որովհետև ամեն մեկը իր առօրյա կյանքում տեղեկանում է, որ 25-օրյա վարժական հավաքներին կանչվում են հարևան, բարեկամ, աշխատակից ու այսպես շարունակ, եւ հազարավորներ։ Իհարկե ելույթումս բոլոր անհանգստությունները բխում են մեր երկրի ազգային անվտանգության, պաշտպանունակության մտահոգությունների եւ լիովին անկեղծ են, որտեղ մեր անվտանգությանը եթե վտանգ սպառնա, տարբերություն չկա Գեգամ Մանուկյանին, թե Քոչարյան Անդրանիկին, Արթուր Խաչատրյանին, թե Հայկ Կոնջարյանին։ Արդեն 2 տարի է, 2-3 տարի է 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կառավարությունը բազմաթիվ փոփոխություններով հանդես է գալիս։ Բայց որ հետևում ենք այդ փոփոխություններին, բոլորը խստացումներ են, բոլորը հստակեցումներ են, որովհետև քաջ գիտակցում ենք, որ 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կան մեծագույն խնդիրներ։ Որովհետև խուսափումները շատ են, եւ ինչն է մարդուն ստիպում խուսափել, անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր իր աշխատավայրից զրկվելը, 25 օր ոչ գրանցված աշխատանքից զրկվելը, ընտանիքից զրկվելը եւ բազմաթիվ այն խնդիրները, որը 25-օրյա վարժական հավաքներից վերադարձողները պատմում են իրենց ընկերներին, հարևաններին, աշխատակիցներին, ինչպես առօրյա կյանքում բոլորս ականատես ենք, որտեղ 25-օրյա վարժական հավաքները ոչ թե վարժական հավաքներ են, ինչպես ձևակերպված է օրենքը, այսպես սիրուն վարժական հավաք, այլ 10 օր հետո 15 օր մարտական հերթապահության հավաքներ են, որովհետև վարժական հավաքները Հայաստանում ի սկզբանե նաև աղճատվեցին, որտեղ վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով, հիշում եք հայտնի դեպքերը, որովհետև խնդրեմ կա, որտեղ գյուղից վարժական հավաքների շատ ավելի պարտաճանաչ են գնում, քան Երևանի։ Եվ անկեղծ լինենք, լավորի չի, որ այս վարժական հավաքները կան, դրա համար միշտ քննարկումների սրտացավ մասնակցում ենք, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության խնդրեմ կա, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության առաջվա 15 օրվա փոխարեն այսօր 2-3 ամիս զինվորը կանգնում է մարտական հենակետում, որ ինքնին բազմաթիվ խնդիրներ են, եւ թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են, ոչ, վարժական հավաքները բացը լրացնելու համար է։ Վաղը եթե թիվը չհերիքեց մարտական հերթապահության, ավելի շատ մարդ են տանելու վարժական հավաքների, բայց այդ բոլոր խնդիրները չլուծած, տեսեք, տաքսիստը, որը գնում է վարժական հավաքի, ստանում է այդ 180,000 դրամը, չէ որ իր ստացած այդ շահույթից շատ ավելի քիչ է, օրերս ականատեսը մի ուրիշ բանի, գործող ավականին, որ ամեն օր նիստեր է գումարում, որոշումներ է կայացնում, ավականու անդամը զորակոչվում է վարժական հավաքների, որը ինքնին, չեմ ասում ճիշտ է կամ սխալ, բայց խնդիր է։ Երբ որ հանդերձանքի հետ կապված, պարոն Սարգսյանն է նստած, հանձնաժողովում են բարձրաձայնել, մի քանի ամիս առաջ բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր կար, որ վարժական հավաքից հետո ասում են 42,000 պահելու են ֆորմի համար։ Ահազանգը եղավ, ոնց որ կարգավորվեց։ Բայց հիմա էլ ֆորմեն, որ տալիս են, ասում են աչքի լույսի պես 3 տարի պետքա պահես, թե պաշտպանության նախարարությունը արդեն 3 տարիա խոստանում է այդ ֆորման վերջապես փոխի։ Կեցության պայմանները հանձնաժողովում էլ եմ ասել, դեպքեր կան, որ ուղղակի ահավոր վիճակում են։ Իհարկե, անվտանգության հետ կապված բոլոր խստացումները կարևոր են, եւ շատ հաճախ դրա համար է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկում, բայց նաև անվտանգության հարցի աչքակապությունը, մարդկանց խաբելը, պոռոտախոսությունը, որը ինքնին ձևն է, բայց բովանդակությունը շատ ավելի վատն է մեր անվտանգության համար, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, համեցեք։